Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1611-րդ օրն է, Ռուսաստանին հասցվող համակարգային հարվածները շարունակվում են, իսկ լայնամասշտաբ պատերազմի 5-րդ տարում Կրեմլը իր քաոսային պատասխաններով ցուցադրում է, որ արդեն ոչ թե գնում է իր նախկինում հայտարարած նպատակների իրականացմանը, այլ նույնիսկ չգիտի, թե ինչպես պաշտպանի սեփական երկիրը։ Կարծում եմ Կրասնոդարին և Ստավրոպոլի երկրամասին հասցված նոր հարվածները ոգևորել են մեր լսարանին, ինչպես միշտ բոլոր կադրերը մեր տելեգրամյան ալիքում են, QR կոդը ձեր էկրաններին է։ Հեղինակավոր Պոլիտիկո պարբերականը հայտնում է, որ Ուկրաինան սկսել է քանդել Ռուսաստանի տնտեսությունը միանգամից 5 տարբեր կողմերից։ Ուկրաինական դրոնների համակարգված հարվածների պատճառով Ռուսաստանի ֆոնդային բորսան ընդամենը 2 ամսում գահավիժել է 30%-ով, Կրեմլի ռազմական ծախսերը կտրուկ աճել են, կազմելով Ռուսաստանի ողջ պետական բյուջեի գրեթե կեսը, իսկ Վայլդբերիսի պահեստների թիրախավորումը լիովին հիմնավորված է, քանի որ այնտեղ մասսայական վաճառվում և բանակի համար պահվում էին երկակի նշանակության ապրանքներ, զրահաբաճկոններ, տակտիկական հանդերձանք և դրոնների պահեստամասեր, և սա դեռ ամենը չէ, Ուկրաինան սկսել է դուրս բերել շարքից Ռուսաստանի խոշոր բիզնեսը։ Ի դեպ, ի պատասխան ուկրաինական քաղաքների ռմբակոծության, ուկրաինական դրոնները հուլիսի 22-ի գիշերը կրակի են մատնել Ռուսաստանի խոշորագույն Միրատորգ ագրոխոլդինգի միանգամից 3 ձեռնարկություններ Բրյանսկի մարզում, ինչպես միշտ ռուսական կողմը ռազմական լոգիստիկան և ռազմարդյունաբերությունը քողարկել էր քաղաքացիական օբյեկտների անվան տակ, բայց հարվածը եղավ ոսկերչական ճշգրտությամբ, արդյունաբերական կորպուսները հրդեհվել են և մասշտաբային ավերածություններ կան, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է իր անզոր կատաղությունը թափել ուկրաինական խաղաղ բնակավայրերի վրա, նրանք օդային հարված հասցրին Խարկովի մարզի Սավինսկի էլևաტორին, հացահատիկի պահեստին և հիմա ցինիկաբար ստում են, թե իբր այնտեղ ուկրաինական կապի կետեր կային։ Միայն մեկ օրում ռուսական կառավարվող ավիառումբերով և դրոններով ռմբակոծվել էին Խարկովի 15 բնակավայր, սպանելով 3 և վիրավորելով 11 խաղաղ Ուկրաինայի բնակչի։ Սա է ռուսական ամբողջությունը։ Ուկրաինան ոչնչացնում է Պուտինի ընկերների միլիարդանոց ռազմարդյունաբերական բազաներն ու քանդում տնտեսությունը, դրանով իսկ զրկելով Ռուսաստանին պատերազմելու հնարավորությունից, իսկ Կրեմլը ի պատասխան ստորաբար կռվում է ուկրաինական հացահատիկի և խաղաղ բնակիչների դեմ։ Դեռ ուկրաինական հարվածներին կանդրադառնանք։ Կադրային թեմային անդրադառնանք հիմա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Դրապատիին նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար, ինչպես գիտեք, հավանաբար արդեն նախագահ Զելենսկին որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը վստահել գեներալ-մայոր Միխայիլ Դրապատիին, նրա մասին անցած եթերում եմ մանրամասներ ձեզ ներկայացրել, ովքեր չեն դիտել, անպայման լսեք, որպեսզի պատկերը ամբողջական լինի։ Դրապատին կգլխավորի ուկրաինական բանակը, փոխարինելով Ալեքսանդր Սիրսկուն, նոր գլխավոր հրամանատարը պատկանում է այն զինվորականների սերնդին, որոնց հեղինակությունը ձևավորվել է մարտական գործողություններին բազմամյա մասնակցության շնորհիվ։ Ռուս-ուկրաինական պատերազմի տարիներին Դրապատին ղեկավարել է ստորաբաժանումներ և խոշոր օպերատիվ խմբավորումներ, մասնակցել է առանցքային գործողությունների և բազմիցս գլխավորել ռազմաճակատի ամենաբարդ ուղղությունները։ Իր հերթին Ալեքսանդր Սիրսկին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում իր աշխատանքի ավարտի մասին, հիշատակել պատերազմի հիմնական գործողությունները և պատմել, թե ինչպիսի վիճակում է բանակը փոխանցում Դրապատիին։ Սիրսկին հանդես եկավ մեծ հրաժեշտի ուղերձով, բացահայտելով, թե ինչպիսի վիճակում է Դրապատիին փոխանցում պատերազմի դաշտը։ Ուշադրություն դարձրեք, Սիրսկին շեշտեց, որ միայն այս տարի իր հրամանատարությամբ ազատագրվել է 700 քառակուսի կիլոմետր ուկրաինական հող և ինքը նոր ղեկավարին է փոխանցում մի բանակ, որը ոչ թե պաշտպանվում է արդեն, այլ գտնվում է հարձակողական վիճակում և տիրապետում է ամբողջությամբ նախաձեռնությանը։ Այս նշանակմանը արձագանքեց նաև Գենշտաբի նախկին ղեկավար Վալերի Զալուժնին։ Լոնդոնից նա դիմեց Դրապատիին, ասելով, որ նրան սպասվում է ահռելի և սարսափելի ծանր աշխատանք, շատ ավելի ծանր, քան նա պատկերացնում է, բայց նրան որպես պատվի մարդու հաստատ արդեն երբեք ամոթ չի լինի, նշել է Զալուժնին։
Եվ հիմա տեսեք, թե ինչպես է փակվում այն ամենամեծ կուլիսային փազլը, որ մենք քննարկում էինք նախորդ օրերին, այն կարտոնե ցույցերը, որոնք Պորոշենկոյի թիմն ու դրամաշնորհային մեդիաները կազմակերպել էին Կիևի փողոցներում իբր Ֆյոդորովին պաշտպանելու եւ Սիրսկուն հեռացնելու պահանջով, նախագահականը օգտագործեց իր սեփական հարցերը լուծելու համար, իշխանությունը չընտարկվեց փողոցի շանտաժին, այլ ստեղծված հասարակական հողի վրա իրականացրեց այն, ինչը ինքն էր ուզում։ Բանակի ղեկավարման ղեկը հանձնեց նոր սերնդի տեխնոլոգիական եւ մարտական գեներալ դրապատիին, ուղղակի փայլուն երկքայլ համակցություն, որտեղ ընդդիմությունը հերթական անգամ մնաց ձեռնունայն։ Չեմ կարծում, թե կարտոնե ակցիաների սիրահարները միանգամից կդադարեն աղմկել փողոցում, բայց նրանց այն մասը, ովքեր իրականում բարձրաձայնում էին արդիական հարցեր, դա վետերաններն էին, ավելի ճիշտ նրանց շարքերում նաև վետերաններ կային, նրանք տեսան իշխանության արձագանքը, իսկ մնացածը, ովքեր մինչև վերջ չեն հասկանում, թե ինչու են դուրս եկել փողոց, կարծում եմ դեռ միանգամից տուն չեն գնա, բայց սա Ուկրաինան է, այստեղ միշտ ինչ-որ մեկը ինչ-որ բանի դեմ բողոքում է եւ արտահայտում իր անհամաձայնությունը, եւ դա արդեն սովորական է, դեմոկրատիա է, ժողովրդավարություն, ազատ խոսք եւ այլն եւ այլն։ Հենց սրանով էլ մենք տարբերվում ենք Ռուսաստանից, այստեղ բոլորը շարքով հենց այնպես չեն գնում, նույնիսկ յուրայինների մեջ բազմակարծություն կա, այդ իսկ պատճառով ռուսական ռոպագանդան այդքան ոգևորվել էր, որովհետև չէր հասկանում, նրանք մինչև հիմա չեն հասկանում ում հետ գործ ունեն։ Անդրադառնանք աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունների, Իսրայելն ու Հունաստանը մտել են գրեթե 3.5 միլիարդ դոլարանոց մեծ պաշտպանական համաձայնագրի եզրափակիչ փուլ, Աթենքը ստեղծում է Աքիլեսյան Վահան հակաօդային համակարգը, ամբողջությամբ դուրս նետելով հին խորհրդային եւ ռուսական Տոր M1 եւ S300 համակարգերը եւ դրանք փոխարինելով իսրայելական Spider, Barak MX եւ David Sling համակարգերով, սա Թուրքիային հասցրել է իսկական հիստերիայի, քանի որ Անկարայի անօթաչուները եւ հրթիռները Էգեյան ծովում այսպիսով լիովին կզրկվեն իրենց առավելությունից։ Հիմա մեկն լինի Էրդողանին հանգստացնող տա, բայց միայն Էրդողանի գործերը չեն որ վատ են, միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել էր Բեռլին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման, թեև շատերը կարծում էին, թե նրան կարող է շատ կոշտ մերժեն, բայց Բեռլինը գնաց պրագմատիկ քայլի, կողմերը ստորագրեցին բազմակողմ ռազմավարական գործընկերության հռչակագիր եւ հիմնեցին ադրբեջանա-գերմանական գործարար խորհուրդ։ Գերմանիան ռուսական էներգակիրների դեֆիցիտի ֆոնին պաշտոնապես հաստատեց, որ մեծացնելու է գազի եւ նավթի ներկրումը Ադրբեջանից։ Ալիևը փորձեց իրեն ավելի թանկ ցույց տալ, նաեւ միջանցքի լոգիստիկայի հարցը առաջ բերեց, սակայն գերմանական կողմը հստակ հասկացրեց մեծ ներդրումներ կլինեն միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, բայց միայն սա չէ, ներդրումների բացակայության պատճառը իհարկե հաճելի է, որ Հայաստանի շահերը հաշվի են առնվում, նաև ուշագրավ է, թե ինչպես Ալիևը Բեռլինում ձախողեց ներդրումների, ես կասեի, մուրալու հարցում, բացի միջին միջանցքից, Բաքվի դիկտատորը Գերմանիայից բացահայտ փողեր ակնկալում ադրբեջանական նոր գազային եւ նավթային հանքավայրերի հետախուզման եւ արդյունահանման համար։ Ալիևը հրապարակավ դժգոհեց, թե եվրոպական բանկերը կանաչ օրակարգի պատճառով դադարեցրել են ֆինանսավորել նավթագազային նախագծերը եւ խնդրեց Գերմանիային փոխել այս մոտեցումը, սակայն ոչ մի պայմանագիր եւ ոչ էլ անգամ շրջանակային հուշագիր մեմորանդում նոր հանքավայրերի ներդրումների մասով Ալիևին չհաջողվեց կորզել գերմանացիներից։ Կանցլեր Մերցը հստակ հասկացրեց Գերմանիան պատրաստ է գնել արդեն արդյունահանված գազը, բայց միլիարդներ ներդնել Ադրբեջանի հանածոների մեջ չի պատրաստ Փոխարենը նրան, ես կասեի, ծաղրական կերպով առաջարկեցին ներդրումներ արևային էներգիայի ոլորտում։ Ամերիկացիներից հետո հիմա էլ եվրոպացիները Ալիևին ցույց տվեցին իր տեղը, ներդրումներ չկան, Բաքուն պարզապես չունի սեփական միջոցներ նոր ծավալներ ապահովելու համար, իսկ արևմուտքը նոր գազի եւ նավթի հանքերի համար փող չի տալիս։ Կարող է հարց առաջանալ, իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ Գերմանիայի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված ռազմավարական հռչակագիրը։ Իրականում դա սովորական դիվանագիտական փուչիկ է իմ ձևակերպամբ եւ բարի մտադրությունների արձանագրություն, այնտեղ չկա ոչ մի պարտավորեցնող թվանշան, ոչ մի ֆինանսական տրանշ կամ իրավական երաշխիք։ Կողմերը պարզապես ստորագրել են հերթական հերթապահ լոզունգների հավաքածուն, երկխոսության ուժեղացման, մշակութային կապերի եւ կլիմայական համագործակցության մասին, որպիսի Ալիևի այցը մամուլում լիակատար ձախողում չթվա։ Սա քաղաքական ֆասադ է, շղարշ։
Ալիևը Բեռլին էր գնացել կոնկրետ միլիարդների ակնկալիքով, բայց տուն վերադարձավ, կարելի ասել դատարկ թղթով, որի վրա ընդամենը գրված է եկեք շարունակենք ընկերություն անել, իսկ սա վտանգավոր է Ալիևի համար, ժամանակը նրա օգտին չէ ընթանում եւ ընդհանրապես ցայտնոտի մեջ է նա։ Այստեղ ավելի հետաքրքրասերները կարող են հարցնել, իսկ ինչու է Գերմանիան վախենում փող դնել Բաքվի նախագծերում, չէ՞ որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անդադար խոսում է միջանցքի կարևորության մասին, ընդհանրապես Ադրբեջանի կարևորության մասին է շատ սիրում խոսել ֆոն դեր Լայենը, միթե Բեռլինը չի ուզում մրցակցել Թրամփի, այսինքն Ամերիկայի հետ։ Իրականում այստեղ ոչ մի ինքնագործունեություն չկա, կա հստակ եվրոպական պրագմատիզմ, ֆոն դեր Լայենը Բրյուսելում տալիս է գեղեցիկ աշխարհակաղակական խոստումներ, բայց իրական փողերը Գերմանիայի բանկերում են, իսկ գերմանական բիզնեսը ի տարբերություն չինովնիկների հստակ հաշվում է իր ռիսկերը։ Գերմանիան ինքն իրեն սահմանափակել է կանաչ օրենքներով, գերմանական բանկերը իրավունք չունեն միլիարդներ ներդնել նոր նավթագազային հանքերի մեջ, եւ սա պատճառներից մեկն է, ինչպես ասացի, բայց միայն դա չէ պատճառը։ Բացի այդ, Բեռլինը սարսափելի վախենում է Թրամփի արձագանքից, Վաշինգտոնը իր թրիփով եւ թրիփ պլյուս ֆոնդով արդեն մտել է տարածաշրջան եւ ֆիքսել է իր վերահսկողությունը նաեւ Ադրբեջանով անցնող միջին միջանցքի վրա եւ Գերմանիան չի ցանկանում գնալ ուղիղ բախման Ամերիկայի հետ։ Իմ կարծիքով Եվրոպան էլ ամբողջությամբ միասնական Եվրոպան չի ուզենա նոր բախում Թրամփի հետ, որովհետեւ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Միջին Ասիայից, ավելի ճիշտ Կենտրոնական Ասիայից ակնկալվող ռեսուրսները չարժեն այնքան, որպեսզի Եվրոպան ունենա նոր խնդիրներ Ամերիկայի հետ։ Առիթ ունեցել եմ այդ միջին միջանցքի մասին խոսել, որ Ադրբեջանի, ավելի ճիշտ Ալիևի երազանքը կարծես չի իրականանում։ Սրան գումարած Իրանի ռազմական սպառնալիքներն են կարևոր գործոն։ Արդյունքում Բրյուսելը Ալիևին դատարկ հույսեր է տալիս եղած ազատ նավթի քանակները գնելով, իսկ Բեռլինը հրաժարվում է փող տալ, որովհետև ծանրակշիռ խանգարող հանգամանքներ կան։ Փաստացի Ալիևը մնացել է երկու քարի արանքում, սա իհարկե նրա խնդիրներն են, բայց հայկական կողմը իմ կարծիքով պետք է իրավիճակը տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային կոնյունկտուրաներին հետևի, ես կասեի խիստ հետևի եւ շատ ճկուն լինի։ Ադրբեջանի խնդիրները գնալով աճելու են եւ այստեղ հայկական դիվանագիտությունը անելիք ունի։ Ուկրաինական դրոնները հուլիսի 22-ի երեկոյից մինչև առավոտ շարունակել են Ռուսաստանի տնտեսական եւ ռազմական թիկունքի կապիտալ ջախջախումը, հրապարակվել են տիեզերքից արված թարմ արբանյակային լուսանկարներ, որոնք ֆիքսել են Կրասնոդարում եւ Նևիննամիսկում Վայլբերիսի պահեստների հսկայական հրդեհները։ Կրակը արդեն տեղափոխվում է հարևան օբյեկտների վրա, իսկ Կրասնոդարում օդը ճանաչվել է թունավոր։ Ռուսական բիզնեսը խոճապի մեջ է եւ սոցցանցերում գրում է, որ մուրացկան են դարձել, Կրեմլը իրենց ոչինչ չի փոխհատուցելու։ Իդեպ կա տեղեկատվություն, որ Հայաստանի որոշ բիզնեսմեններ են տուժել ռուսական պահեստների խոցումից։ Այստեղ ես կուզեի հայաստանյան լրատվամիջոցների գոլեգաներին սթափվելու կոչ անել։ Ոչ ոք իրավունք չունի խաբել հայ ժողովրդին, մինչ մենք ամենօրյա ռեժիմով պատմում ենք Ռուսաստանին հասցվող հարվածների մասին, կոչեր ենք անում չգնալ Ռուսաստան, չօգտվել ռուսական ավիաուղիներից եւ ավիատարածքից եւ այլն։ Մեր եթերներում պատմում ենք, որ Ռուսաստանը ավերվում է եւ զրկվում է ապագայից, հայաստանյան մամուլը ու ոչ միայն Սերժա Քոչարյանականը, այլ նաև ցավոք հանրային հեռուստատեսությամբ օրական մի քանի եթերներով պատմում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության այդ ռելիզների մասին, թե որքան իբր ուկրաինական դրոններ են խոցել։ Դա տիկնայք եւ պարոնայք, հայ ժողովրդին ռուսական ապատեղեկատվություն եք մատուցում։ Հիմա չեք ուզում այդ Ռուսաստանում տուժվածներին օգնեք, չէ՞ որ մի մասն էլ ձեր ռուսական լուրերը, որ հայերեն թարգմանած տալիս եք ձեր եթերներում, դրա պատճառով են զոհ դարձել։ Սա իմ համոզմունքն է, որ լրագրողները նույնպես պատասխանատվություն են կրում, տարածելով ռուսական լուրեր։ Այդ տարածած ռուսական ապատեղեկատվության պատճառով նաև հայաստանցիներ են տուժվել։ Էլ չեմ ասում, որ Հայաստանում մինչ այսօր դեռ փակված չեն ռուսական հեռուստաալիքները, որոնք նույնպես խեղաթյուրում են իրադարձությունների պատկերը։ Ես պատասխանատվության կոչ եմ անում ռուսամոլ լրագրողներին, դուք պատասխանատվություն եք կրում ձեր տարածած ապատեղեկատվության համար։ Սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ռուսական լուրեր են տարածում, լինի դա հեռուստատեսություն, թե առցանց մամուլ։ Վերջ տվեք եւ մտածեք ոնց տուժված հայերին օգնեք։ Ինչպես ասացի, իմ համոզմամբ նաեւ ռուսական ապատեղեկատվության ամեն օր ստանալու պատճառով են տուժվել հայ մարդիկ։ Ի վերջո հայ մարդը բազում խնդիրներ ունի։ Ինչու եք ռուսական խնդիրներով ավելի ծանրացնում մարդկանց առօրյան։ Մտածելու բան ունեք, պարոնայք,
Եթե առաջ կարող է ձեզ թվար, որ Կիևից եմ, այդ պատճառով եմ նման կոչեր անում, բայց իմ եթերների իմաստը հենց դա է, որպեսզի ճշմարտությունը պատմենք մեր հայրենակիցներին Հայաստանում։ Ցավոք, մեր լսարանը այնքան մեծ չէ, որ կարողանայինք բոլորին զգուշացնել, այնուամենայնիվ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով պատմում ենք ինչ է իրականում կատարվում։ Շարունակելով ուկրաինական հարվածների մասին առաջին բաժինը, ասեմ, որ Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մարզում հզոր հարվածով կրակի են մատնել Միրատորգ խոշորագույն ագրոխոլդինգի միանգամից 3 ձեռնարկություններ, որոնց ներսում ռուսական ռազմարդյունաբերության տարրեր էին թաքցվում, դրոնների մասեր եւ նավիգացիոն սարքավորումներ, իսկ լեգենդար հրամանատար Մադյարը հենց երեք հրապարակեց անօդաչու համակարգերի ուժերի թարմ վիճակագրությունը ուղղակի տեսանյութով ապացուցված է, որ երեքչի առաջին օրը ուկրաինական դրոնները խոցել են օկուպանտների եւս 13 կրիտիկական էներգետիկ հանգույցներ, ինչը կաթվածահար է անում թշնամու ճակատային լոգիստիկան։ Ռուսական կողմն էլ ի պատասխան շարունակում է իր ահաբեկչությունը, նրանք կատաղի հարված են հասցրել Խարկովի մարզին, մասնավորապես Սավինսկի էլևատորին, հացահատիկի պահեստարանին եւ ցինիկաբար հայտարարում էին, իբր այնտեղ ուկրաինական անտենաներ էին տեսել։ Սա է Ռուսաստանի իրական դեմքը։ Ուկրաինան քանդում է Պուտինի տնտեսությունն ու ռազմարդյունաբերությունը, իսկ Կրեմլը կռվում է հացահատիկի դեմ, այն դեպքում, երբ իր դաշտերում արդեն պարտվում է այդ ճակատամարտը։ Երևի ուզում են բարկացնել, որ ավելի ծանր հարվածներ ստանան։ Մադյարին շատ խնդրել պետք չէ, նա արդեն ձեռքից եկածը անում է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հայտարարեց, որ ուկրաինական բանակի հաջողություններն ու հեռահար արվածները Ռուսաստանի խորքերին Պուտինի շուրջ ստեղծել են չափազանց տոքսիկ մթնոլորտ։ Պուտինի մերձավոր շրջապատը արդեն հստակ հասկանում է, որ միայն ինքն է պատասխանատու Ռուսաստանի կործանման եւ կորուստների համար, եւ ուշադրություն դարձրեք, նրանք արդեն գաղտնի ազդանշաններ են հղում Ուկրաինային եւ մեր արևմտյան գործընկերներին։ Էլիտաները փորձում են փախչել խորտակվող ռուսական նավից, եւ դա զարմանալի չէ, քանի որ տնտեսական ջախջախումը ահռելի չափերի է հասնում Ռուսաստանում, միայն Կրասնոդարում եւ Նևիննամիսկում Վայլբերիսի պահեստների ոչնչացման ֆինանսական վերլուծությունը ցույց է տալիս, որ ռուս գործարարների միայն այրված ապրանքների նախնական տվյալներով կորուստը կազմում է 100-ից մինչև 120 միլիարդ ռուբլի, մեկ հարվածով կաթվածը արվել Ռուսաստանի ողջ հարավի, Կովկասի եւ օկուպացված Ղրիմի լոգիստիկան։ Ռուսական շուկայում այնպիսի սարսափ է տիրում, որ հուլիսի 20-ին ռուսական մյուս խոշորագույն հարթակը Yandex Market-ը շտապ փոխել է պայմանագրերը, իրեն լիովին ազատելով վաճառողների հանդեպ պատասխանատվությունից եւ փոխհատուցումներից, եթե իրենց պահեստները եւս ոչնչացվեն ուկրաինական դրոնների կողմից։ Ռուսաստանում շատերն են հասկանում արդեն, որ հաջորդ հարվածը լինելու է իրենց գլխին, իսկ Կրեմլը ոչ մի պաշտպանություն երաշխավորել չի կարող։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Ինչպես տեսնում եք, ճշմարտությունը շատ կարեւոր է։ Փորձենք օգնել մեր հայրենակիցներին, որպեսզի իրական պատկերը իմանան ռուս-ուկրաինական պատերազմի մասին եւ Ռուսաստանի վիճակի մասին, որպեսզի իրենց գլխի ճարը տեսնեն։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից։ Հղումը կամ մեր բոլոր եթերների նկարագրության մեջ եւ բոլոր եթերների մեկնաբանությունների ամենավերևում եմ ամրացնում։ Իսկ հիմա նայենք այն դիվանագիտական եւ տնտեսական կապիտուլյացիային, որի մեջ հայտնվել է Կրեմլը։ Ֆիլիպիններում ASEAN-ի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը 35 րոպեով հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եւ գիտեք ինչ է արել Լավրովը։ Նա հուսահատորեն նորից սկսել է մուրալ պատերազմի ավարտ եւ խոսել ինչ որ Անկորիջի ոգու մասին, աղերսելով, որ Վաշինգտոնը համաձայնի Թրամփի եւ Պուտինի նախկին այսպես կոչված պայմանավորվածություններին, սակայն Ռուբիոն նրան հստակ հասկացրել է, որ ոչ մի Անկորիջի ոգի գոյություն չունի, արևմուտքը շարունակելու է ջախջախել Ռուսաստանին։ Լավրովը ընդհանրապես նվնվացել է, թե Ուկրաինային տրվող օգնությունը դեստաբիլիզացնող է իբր։ Իդեպ նրանք ստիպված են եղել քննարկել նաև մերձավոր արևելքը, որտեղ Ամերիկան եւ Իրանը արդեն բացահայտ պատերազմ են սկսել միմյանց դեմ, ավելի ճիշտ այդ պատերազմի հերթական փուլը, բայց Իրանի եւ Ամերիկայի թեմային չեմ անդրադառնա, գիտեմ, որ մեր ընկեր Արմեն Չիբողջյանն է այդ թեման մանրամասն ներկայացնում։
Մինչ Լավրովը Ամերիկայից լավ հարաբերություններ էր մուրում, Կրեմլի գլխին իսկական մահակ եկավ Եվրոպայից։ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես հայտարարեց, որ Եվրոմիությունը հաստատել է պատժամիջոցների նոր 21-րդ փաթեթը։ Սա իսկական մահապատիժ է ռուսական ֆինանսների համար։ Ամբողջությամբ արգելափակվում են տրանսսահմանային գործարքները ռուսական 32 խոշորագույն բանկերի հետ, եւ ամենակարևորը, առաջին անգամ Եվրոպան պատժամիջոցների տակ է գցում այն բոլոր նավերը, որոնք սպասարկում կամ օգնություն են ցուցաբերում Ռուսաստանի նավթային ստվերային նավատորմին։ Պուտինի անօրինական նավթային երակները մեկը մյուսի հետևից կտրվում են, իսկ Լավրովին մնում է ընդամենը 35 րոպեանոց հանդիպումների ժամանակ արևմուտքից խաղաղություն մուրալ։ Այս ֆոնին Ռուսաստանը դեռ փորձում է իրան ինչ-որ խաղացող կամ իբր հզոր տերություն ներկայացնել։ Իդեպ սկանդալը հենց Բեռլինում Մերցի եւ Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ նույնպես ռուսական պլանավորված պրոպագանդայի փորձ էր։ Ալիևը ստիպված եղավ պաշտոնապես խոստովանել, որ հուլիսի 12-ից 14-ը Բաքվում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Գերմանիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի բանակցություններ, որոնք լրագրողներն արդեն անվանել են Baku Connection։ Ռուսական կողմից բանակցել են Պուտինի մերձավորները Գազպրոմի ղեկավար Վիկտոր Զուբկովի գլխավորությամբ, թեև Ալիևը փորձում ձևացնել, թե ինքը ոչինչ չի իմացել եւ ամեն ինչ բացահայտվել է միայն ավիաթռիչքների տվյալների շնորհիվ, իրականում Կրեմլը նրան ուղղակի մութ կերպով վտյոմնույու օգտագործել է։ Մոսկվան այս գաղտնի բանակցությունների ինֆորմացիան դիտավորյալ բաց թողեց հենց այն օրերին, երբ Ալիևը Բեռլինում էր, որպեսզի գերմանացիների աչքերում նրան ներկայացնի որպես Պուտինի սուրհանդակ եւ տապալի Բաքվի եւ Գերմանիայի էներգետիկ պայմանավորվածությունները։ Այնպես չի, որ Ալիևը այդ սուրհանդակի դերից շատ հեռու է։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը լարված հայտարարեց, որ Բեռլինը ոչ մի կապ չունի այդ կուլիսային խաղերի հետ։ Արդյունքում Ալիևը իրեն փրկելու համար ստիպված եղավ Բեռլինում բացահայտ հայտարարել, որ ինքը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ ուկրաինացիներին կոչ արեց երբեք չհամաձայնվել սեփական հողերի օկուպացիայի հետ։ Ալիևը փորձում էր շանտաժ անել Արևմուտքին, բայց ինքը ընկավ հենց Պուտինի լարած թակարդը։ Եվ գիտեք որն է այս ամբողջ պատմության ամենակարևոր եւ ամենաառանցքային կետը։ Կրեմլը հուսահատորեն փորձում է աշխարհին համոզել, թե իբր իր հետ դեռ ինչ-որ մեկը հաշվի է նստում եւ որ իբր Արևմուտքը թիկունքում սեպարատ առանձին բանակցություններ է վարում Մոսկվայի հետ։ Սա Պուտինի գլխավոր տեղեկատվական շանտաժն է եւ միաժամանակ միամիտներին հիմարացնելու փորձ։ Նրան պետք է ցույց տալ ռուսական լսարանին եւ արտերկրում դեռ ռուսներին հավատացողներին, թե իբր միջազգային մեկուսացումը ճեղքված է, իսկ եվրոպացիները իբր գաղտնի ժամանել են Բաքու Գազպրոմից խաղաղություն մուրալու։ Մոսկվան սա անում է Եվրոպայի ներսում պարանոյա եւ անվտանգություն սերմանելու եւ Ուկրաինային դեմորալիզացնել փորձելու համար, բայց իրականում սա ընդամենը ագոնիայի հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմի բլեֆն է։ Եթե Պուտինը ունենար իրական ազդեցություն, ստիպված չէր լինի թաքնվել Բաքվի հյուրանոցներում եւ օգտագործել նախկին պաշտոնյաներին սեփական գործընկեր Ալիևին Բեռլինում հարվածի տակ դնելով։ Հասանք ռազմաճակատի թվերին, անցած 2 օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 480 մարտական բախում, որոնց ընթացքում մեր մարտիկները ոչնչացրել են ևս 2790 օկուպանտի, նաև 2 օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամու ավելի քան 4422 միավոր տեխնիկա եւ սպառազինություն, ռելիզները ձեր էկրաններին են։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի ընդհանուր կորուստների թիվը արդեն հասել է 1,434,690-ի։ Ուկրաինան գնում է աննախադեպ էսկալացիայի Ռուսաստանի դեմ, ցուցադրելով Պուտինի ծանրագույն վիճակը։ Նոր ծանր հարվածներ են հասցվել նաև այս գիշեր, բայց սկսեմ սահմանապահ ծառայության հայտարարությունից, Ֆենիքս ստորաբաժանման մարտիկները Դոնեցկի մարզում իրականացրել են անհավանական մի գործողություն։ Նրանք ուղղակի երթի ժամանակ նա մարշը, երբ ռուսները նույնիսկ չեն էլ թաքնվում, հարվածել եւ 1 վայրկյանում մոխրացրել են 50 միլիոն արժողությամբ ռուսական Buk M3 գերժամանակակից հրթիռային համալիրը, սա է նրանց անխոցելի տեխնիկան, հա, բայց սա դեռ ամենը չէ, իհարկե ուկրաինական դրոնների ասիմետրիկ հարվածների աշխարհագրությունը հասել է Ռուսաստանի ամենախորը թիկունք, ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա Բաշկիրիայում ուկրաինական ուժերը օդային հզոր հարված են հասցրել Տրանսնեֆտի գլխավոր Սուբխանկուլովը նավթային կայանին, որով ապահովվում էր նավթի տրանզիտը ողջ Ռուսաստանի խողովակաշարերով, տեղում հսկայական ռեզերվուարներ են պայթել, իսկ Կրեմլը սարսափի
կողմից պաշտոնական լռություն էր պահպանում, ամենայն դեպս մինչև մեր եթերի պատրաստման պահը, բայց բոլոր կադրերը մեր Telegram-ում կան, ռուսների լռությունը իրենց չի փրկի։ Նույն գիշերը հեռահար դրոնները մոխրի են վերածել նաև Ուլյանովսկի մարզի NS Oil նավթավերամշակման գործարանը, ինչը ստիպված է եղել պաշտոնապես խոստովանել անգամ տեղի նահանգապետը։ Դե իսկ օկուպացված Ղրիմում իսկական ապոկալիպսիս է։ Հուլիսի 23-ի գիշերը ուկրաինական դրոնները մասսայական հարվածների են ենթարկել Սևաստոպոլը, Ֆեոդոսիան եւ Եվպատորյան, ոչնչացվել են ռուսական հոբ դիրքերը Ֆեդյուխինի բարձունքներում, ամբողջությամբ հրդեհվել է Պրիմորսկայա ռազմավարական էլեկտրակայանը, թերակղզում տուրիստական սեզոնը տապալված է, բենզին չկա, լույսն ու ջուրը տրվում են ժամերով։ Չորպաստերը ցույց են տալիս, որ Ուկրաինայի զինված ուժերը իրականում քանդում են ագրեսոր երկրի ռազմական եւ տնտեսական ողնաշարը, եւ որպիսի պատկերացնեք, թե Ուկրաինայի զինված ուժերի հարվածները ինչպիսի մասշտաբային կոլապսի են հանգեցնում, եկեք նայենք տնտեսական եւ ծովային լոգիստիկային։ Հուլիսի 23-ի գիշերը մասսայական գրոհի է ենթարկվել նաեւ Վորոնեժ քաղաքը, որտեղ պայթյունների շարք է որոտացել։ Ուղղակի թիրախ է դարձել Վայլդբերիսի հերթական հսկայական լոգիստիկ հաբը, ռուսական շուկայում տիրող սարսափն այնպիսի չափերի է հասել, որ ընկերության ղեկավարությունը շտաբ կարգով փոխել է աշխատանքային գրաֆիկը եւ ամբողջությամբ արգելել պահեստների գիշերային աշխատանքը կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 6-ը, որպիսի ուկրաինական դրոնների հարվածների ժամանակ խուսափեն աշխատակիցների մասսայական զոհերից, բայց ամենածանր ռազմավարական հարվածը հասցվել է ռուսական նավագնացությանը։ Հեղինակավոր Reuters գործակալությունը բացահայտում է, որ ուկրաինական անօդաչուների եւ ծովային դրոնների անդադար հարձակումների պատճառով Ռուսաստանը ստիպված է եղել ամբողջությամբ արգելել նավերի գիշերային շարժը Նովորոսիյսկի նավահանգստում։ Այս որոշումը տրվել է ուղղակի բանավոր կերպով, քանի որ Կրեմլը սարսափում է պաշտոնական փաստաթղթերով աշխարհին խոստովանել սեփական անզորությունը։ Հիշեցնեմ, որ Նովորոսիյսկը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի գլխավոր եւ վերջին հանգրվանն է այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը նրանց դուրս շպրտեց Սևաստոպոլից, նրանք հուսահատորեն փորձում են Սուզանավերի վրա անտիդրոնային ցանցեր քաշել, բայց ոչինչ չի օգնում։ Ուկրաինան կաթվածահար է անում Ռուսաստանի ծովային առևտուրն ու ռազմական լոգիստիկան։ Իդեպ Կրեմլի սադրանքները, ինչպես գիտեք, միայն Ուկրաինայով չեն սահմանափակվում, նրանք փորձում են նոր հիբրիդային ճակատ բացել հենց ՆԱՏՕ-ի սահմաններին, փորձելով ցուցադրել, թե իբր ինչ-որ բանի դեռ պիտանի են։ Reuters գործակալությունը հայտնում է, որ Բելարուսը հերթական լայնածավալ սադրանքն է կազմակերպել Լատվիայի սահմանին։ Իրավիճակն այնքան է սրվել, որ Լատվիայի բանակը ստիպված է եղել մարտական զենքից կրակ բացել։ Բելարուսական հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող միգրանտների ագրեսիվ խմբերը փորձել են ճեղքել սահմանը եւ սկսել են գերաններ նետել լատվիացի զինվորների վրա։ Արդյունքում ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինվորականները կիրառել են արցունքաբեր գազ եւ նախազգուշական կրակ բացել օդում սադրիչներին ետ շպրտելով։ Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հաստատում է, որ սահմանային ճնշումը ուղղակի կրկնապատկվել է։ Մոսկվան եւ Մինսկը հուսահատորեն փորձում են ճգնաժամ ստեղծել Եվրոպայում, գոնե այնտեղ, որտեղ որ կարծում են, թե իրենց ուժը կպատի, բայց Արևմուտքն արդեն ցույց է տալիս, որ պատրաստ է ուժով պատասխանել ցանկացած սադրանքի։ Չեմ ուզում շատ երկարացնել եթերը։ Լավ լուրերը կարծես չեն թողնում եթերը ավարտեմ։ Հենց նոր լավ լուր եկավ մերձ Մոսկվայից, Օձինցովոյի շրջանում ուղղակի օդում կործանվել է Ռուսաստանի հպարտությունը համարվող նորագույն գերժամանակակից 5-րդ սերնդի Սու-57 ռազմական կործանիչը։ Ռուսական ավիացիան փաստացի ոչնչանում է հենց սեփական մայրաքաղաքի երկնքում։ Եվ նոր տվյալներ հայտնեմ Վայլդբերիսի առումով, որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ուկրաինական զինված ուժերի ասիմետրիկ հարվածները ինչպիսի կատաստրոֆիկ չափերի են հասնում, նայենք 4 թվերին, ընդամենը 6 օրվա ընթացքում ուկրաինական դրոնները Ռուսաստանում ոչնչացրել եւ շարքից հանել են Վայլդբերիսի ողջ պահեստային հզորությունների 10%-ը Էլեկտրոստալում, Կրասնոդարում, Նևինամիսկում, Կատովսկում եւ Վորոնեժում ավելի քան 700,000 քառակուսի մետր ռազմավարական պահեստներ վերածվել են մոխրի։ Միայն շենքերի վնասը 35 միլիարդ ռուբլի է, իսկ ռուս վաճառողների այրված ապրանքների կորուստը հասել է արդեն ըստ նոր տվյալների 120 միլիարդի։ Նախագահ Զելենսկին ուղղակիորեն բացահայտել է, թե ինչու է Ուկրաինան խփում հենց այս թիրախներին։ Վայլդբերիսի պահեստները քողարկված ռազմական հաբերային, որոնցով Ռուսաստանը ստանում էր պատժամիջոցների տակ գտնվող նավիգացիոն սարքավորումներ եւ դետալներ իր մահաբեր դրոնների համար։ Ուկրաինան մեկը մյուսի հետևից ոչնչացնում է Պուտինի թաքնված ռազմական երակները, իսկ Կրեմլը պատասխան չունի։
Այսքանով ցանկանում եմ ավարտել, շնորհակալություն, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում։ Մինչ նոր հանդիպում, մնացեք բարով եւ ամենագլխավորը՝ անփորձանք։